Պարոն Սարգսյան, նստեք։ Պարոն Սարգսյան, նստեք։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քվեարկության կարգը հստակ սահմանված է ընտրական օրենսգրքով։ Պատկացեք այո ու այլևս մի խոսեք, պարոն Սարգսյան։ Դուք, պարոն Սարգսյան, դադարեք խոսել։ Մենք, պարոն Սարգսյան, մենք չենք կանչել, մենք հրավիրել ենք կուսակցությունների լիազոր ներկայացուցիչներին։ Պարոն Սարգսյան, կենտրոնական ընտրական հանձնաժողովից հրավիրել են լիազոր ներկայացուցիչներին, որը մեկին չեն կանչել։ Դուք կարող եք չգալ ու եթե շարունակեք այսպես անդադ խոսել, ես ստիպված եմ լինելու ձեզ դուրս հրավիրել։ Պարոն Սարգսյան, բացառք չկա, ես նախագահի իրավունքով ձեզ ասում եմ, եթե դուք շարունակեք նիստը խանգարել, պարոն Սարգսյան, ես ձեզ տեղեկացնել, որ գոյություն ունի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կանոնակարգ, որի համաձայն վերաբերում են նիստերին, պարոն Սարգսյան, դադարեք խոսել։ Եկեք հարգելի գործընկերներ, եկեք մեր նիստը վարենք, եթե այսպես ասենք, մեր իրողությունը այսպիսին է, մեր նիստը մենք պիտի վարենք։ Պարոն Սարգսյան, կրկնում եմ, կենտրոնական ընտրական հանձնաժողովի քվեարկության Պարոն Սարգսյան, դուք լռեք, ոչ թե սպասեք, դուք լռեք, որովհետև նիստը խանգարում եք, հարգեք մյուս գործընկերներին, դուք միակն եք, որը որ այս տարիներին կենտրոնական ընտրական հանձնաժողովում որպես կուսակցության լիազոր ներկայացուցիչ, այսինքն կուսակցության առաջնորդ ինքը իրեն լիազորած ոչ չկա, բայց կրկնում եմ, որ միակն եք, խնդրում ենք ձեզ Ես նշանակել եմ լիազոր ներկայացուցիչ, օրենքի խախտում կա, որ հեռուստատեսությամբ հայտարարում եք, ժողովրդին եմ օրոք, եթե օրենքի խախտում կա, հիմնվեք, իհարկե չկա, ուրեմն վեր, միացեք, ես ինձ նշանակել եմ օրենքի ուժով, վեր, ես պարսում եմ։ Անսա, դե լռեք, վերջ, հարգելի գործընկերներ, ձեր լիազոր ներկայացուցիչը ձեր լիազոր ներկայացուցիչը պիտի լինի ենթակա նույնականացման, այսինքն այստեղ դիմակով մարդ չի կարող գտնվել։ Հարգելի բայց այստեղ բոլորը կան, իսկ մեզնից դուք ձեր լիազոր ներկայացուցիչ եք։ Ես ևս լիազոր ներկայացուցիչ եմ, բայց մեր մյուս լիազոր ներկայացուցիչը չի կարող նստել։ Ես այսօր չտվայի, բայց քանի որ դուք չեք տվել, որ ինքը ներսում, ինքը ներսում ասում։ Ոչ թե մենք թույլ չենք տվել, իրականում ոստիկաններն են որ նա մասնակցի այսօրվա վիճակահանություն։ Խնդրեմ, ասեք Թուբարցյանը, ասեք, որ բայց դեմքը բաց, այսինքն եթե դեմքը փակ է, չի կարող, որ մեկը դեմքը փակ ներս գա։
Ես ուզում եմ ճշտեմ, բոլոր կուսակցությունների լիազոր ներկայացուցիչները այստեղ ներկա են, թե էլի կա կուսակցություն, որի որ լիազոր ներկայացուցիչը այստեղ ներկա չի։ Չէ, Մատյանով գրանցվել եք բոլոր հետ։ Քաղաքացիական պայմանագրի կուսակցության լիազոր ներկայացուցիչը ներկա է։ Ներկա է։ Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկա է։ Հայաստանի շնորհապետական կուսակցություն ներկա է։ Բոլորին դեմ եմ ժողովրդավարական կուսակցություն, այսինքն դա այն որ սկսենք։ Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինք ներկա է։ Ժողովրդավարական համախմբում ներկա է։ Միասնության թևեր ներկա։ Հարգելի բոլորին դեմ եմ կուսակցության լիազոր ներկայացուցիչներ, խնդրում եմ անցեք դահլիճ, կտրում առաջ անցեք։ Այդտեղ տեղ չկա, որպեսզի նստելու տեղ տրամադրեք լիազոր ներկայացուցիչներին։ Հարգելի օպերատորներ, այդտեղ այդ կողմում տեղ չկա, որ նստելու տեղ տրամադրեք։ Ամեն դեպքում մենք արձանագրենք, որ բոլորին դեմ են կուսակցության լիազոր Տարեք, այդ էլ են միսներ կարող վերցնել, վերցրեք այդեղ, դրեք նստեք։ Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության լիազոր ներկայացուցիչ այստեղ են։ Հայ ազգային կոնգրես ներկային, նոր ուժ ռեֆորմիստական հանրապետություն կուսակցության լիազոր ներկային, Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցության ներկային, ռեֆորմիստներ կուսակցության ընտրական դեմոկրատիա օրենք կարգապահություն ներկայք Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք ստեյցան բոլոր առաջադրված քաղաքական ուժերի լիազոր ներկայացուցիչներ ներկային եւ սկսենք օրակարգային հարցերի քննարկումը առաջին նախ իրազեկեմ որ հարցերի քննարկումը օրակարգում ներառված է այն հաջորդականությամբ որ առաջադրման փաստաթղթերը մուտք են արվել կենտրոնական ընտրական հանձնաժողով այսինքն նույնիսկ այդ րոպեները պահպանելով այս հաջորդականությունն որ ես ներկայացրեցի եւ այսպես առաջին հարցի զեկուցող պարոն Սմբատյանի համեցեք պարոն Սմբատյան Շնորհակալություն քանի դեռ չեմ մոռացել ասեմ որ գրանցված կուսակցությունները այսօր նրանց լիազոր ներկայացուցիչները կստանան իրենց վկայականները կապույտ թղթապանակների մեջ դրանք են եւ
ամեն լիազոր պիտի ստորագրի իր վկայականը ստանա եւ հետ այսու կենտրոնական ընտրական հարցժողովի նիստին կարող եք ներկա լինել այդ վկայականով եւ ներքևում պետք է նույնականանակ նոր թույլատրեն ձեզ բարձրացնել վերև։ Ձեր վկայականի հետ պետք է ունենալ նաեւ անձնահաստատող փաստաթուղթ վկայականի վրա գրված է։ Եվ նաեւ այդ վկայականները ձեզ անհրաժեշտ կլինի, որպեսզի առաջիկա 5 օրվա ընթացքում բացեք ձեր նախընտրական հիմնադրամը։ Ինչպես ասեց պարոն Հովակիմյանը, դասավորությունը ճիշտ այնպես է, ինչ հերթականությամբ, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել կուսակցությունների կամ դաշինքների իրենց առաջադրման փաստաթղթերը, քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրական ցուցակի հետ կապված այս առարկություն չունեն, որպես քանի որ ինքնուսուցումնասիրեք 40 ժամի որոշումել չի եղել, այնպես որ առաջարկում եմ գրանցել։